Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիք։ Միևնույն ժամանակ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցման ճանապարհով ուղարկվել է 6 վագոն պարարտանյութ եւ 4 վագոն հացահատիկ։ Նոր նախագծով նախատեսվում է վերջ դնել խոշոր բաժնետերերի կողմից փոքր ներդրողների իրավունքների չարաշահմանը։ Այսուհետ փոքր բաժնետերերը, հատկապես մինչև 5% բաժնեմաս ունեցողները, իրավունք կունենան պահանջել իրենց բաժնետոմսերի հետ գնումը, եթե ընկերությունը 10 տարի շարունակ շահույթ չի բաշխել, 3 տարի ժողով չի արել կամ 5 տարի գործունեություն չի ծավալել։ Չարաշահումների դեպքում ընկերությունն այլևս չի կարողանա խուսափել բաժնետոմսերի հետ գնումից, հղում անելով գույքային սահմանափակումներին։ 2026-ից ուժի մեջ մտած նոր կարգավորումներով սահմանափակվել է բազմաբնակարան շենքերի պահպանման վճարների կանխիկ հավաքագրումը, իսկ զուտ կառավարչական գործառույթներն աստիճանաբար անցնում են մասնագիտացված հարթակ։ Այսուհետ շենքերի կառավարիչների համար սահմանվել են պարտադիր կրթական եւ որակավորման չափանիշներ։ Նրանք պետք է ունենան առնվազն միջին մասնագիտական կրթություն եւ անցնեն հատուկ վերապատրաստում իրավական, տեխնիկական, ֆինանսական ու վարչարարական ուղղություններով։ Այն կառավարիչները, ովքեր մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը չեն անցնի համապատասխան վերապատրաստումը, կարող են զրկվել իրենց լիազորություններից։ Հայաստանում 2020-ից 2024 թվականներին աճել են ավանդների ծավալները։ Ավանդների ընդհանուր գումարը 2020 թվականին կազմել է 1 տրիլիոն 661 միլիարդ դրամ, իսկ 2024-ին հասել է 2 տրիլիոն 900 միլիարդ դրամ։ Տվյալները ներկայացնում էր վիճակագրական կոմիտեն։ Եվրահանձնաժողովը ակնկալում է հաջորդ շաբաթ Կիևին տրամադրել 2026-27 թվականների համար նախատեսված 90 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական ֆինանսավորման ծրագրի առաջին մասնաբաժինը։ Այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարտա Կոսը։ Այս միջոցներից Եվրահանձնաժողովը մտադիր է 16.7 միլիարդ եվրո ուղղել Կիևի բյուջետային աջակցությանը, իսկ 28.3 միլիարդ եվրո ռազմական գնումներին։ Պանամայի ջրանցքը արձանագրում է տարանցման եւ եկամուտների զգալի աճ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ռազմական հակամարտության ֆոնին, որը հանգեցրել է Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակման։ Ջրանցքով նավագնացություններն աճել են մոտ 20%-ով։ Չինաստան, Ճապոնիա եւ Հարավային Կորեա ուղևորվող նավթատարների թիվը գրեթե կրկնապատկվել է, օրական 7 տարանցումից հասնելով 12-ից 14։ Նավերի թվի աճի եւ աճուրդային սակագների բարձրացման համատեղ ազդեցությունը թույլ է տալիս կանխատեսել եկամուտների 10-ից 15% աճ։ Եվրոպական կենտրոնական բանկը այս տարի 2 անգամ կբարձրացնի հիմնական տոկոսադրույքները, ամեն անգամ 25%-ային կետով։ Սա կանխատեսում են Bloomberg գործակալության կողմից հարցված փորձագետները։ Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտությունը նպաստում է եվրագոտում գնաճի ուժեղացմանը։ Տարածաշրջանում սպառողական գների աճը ապրիլին արագացել է, հասնելով 3%, նախորդ ամսվա 2.6%-ի համեմատ։ Չինաստանի արտահանման ծավալը ապրիլին տարեկան արտահայտությամբ աճել է 14.1%-ով, հասնելով ռեկորդային 359.44 միլիարդ դոլար։ Հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում Չինաստանի արտահանման ծավալն աճել է 14.5%-ով, հասնելով 1.34 տրիլիոն դոլար։ Մինչ աշխարհը փորձում է հարմարվել արհեստական բանականությանը, Պեկինն արդեն մարմնավորում է այն։ Մորգան Սթենլի ներդրումային բանկի նոր զեկույցը փաստում է. Չինաստանը պատրաստվում է կրկնել էլեկտրամոբիլների հաջողությունը, բայց այս անգամ մարդանման ռոբոտների ոլորտում։ Փորձագետները կանխատեսում են, որ մինչև 2030 թվականը Չինաստանի բաժինը համաշխարհային վերամշակող արդյունաբերությունում կհասնի 16.5%։ Շարժիչ ուժը մարդանման ռոբոտներն են։ Չինաստանն ունի յուրահատուկ տաղանդ կանխազգալու ապագայի տեխնոլոգիական թրենդները։ Այն, ինչ տեղի ունեցավ էլեկտրամոբիլների եւ մարդկոցների հետ, այժմ կրկնվում է ռոբոտատեխնիկայում։ Նրանք ոչ միայն ստեղծում են ռոբոտը, այլև կառուցում են դրա մատակարարման ողջ շղթան՝ հումքից մինչև վերջնական ծրագրային ապահովում։
Օրերս Պեկինի կիսամարաթոնում տեղի ունեցավ անհավանականը։ Honor ընկերության մշակած Lightning ռոբոտը 21 կիլոմետրը հաղթահարեց ընդամենը 48 րոպե 19 վայրկյանում։ Սա գրեթե 7 րոպեով արագ է, քան մարդու կողմից սահմանված համաշխարհային ռեկորդը, սակայն սա միայն սպորտային հետաքրքրություն չէ։ Եթե ռոբոտը կարողանում է կայուն վազել նման արագությամբ եւ ինքնուրույն կողմնորոշվել տարածության մեջ, նշանակում է նրա հոդակապերն ու շարժիչները պատրաստ են ամենածանր արդյունաբերական աշխատանքներին։ Սա ազդակ է աշխարհին։ Չինաստանը այլևս էժան աշխատուժի երկիր չէ, այն բարձր տեխնոլոգիական ավտոմատացման կենտրոն է։ Այսօր չինական տեխնոպարկերում եւ համալսարաններում մարդանման ռոբոտները դարձել են սովորական տեսարան։ Պետական գնումների ծավալը կտրուկ աճել է, ստեղծելով հսկայական շուկա ներքին արտադրողների համար։ Չինաստանն արդեն ձևավորել է մատակարարման այնպիսի էկոհամակարգ, որին մրցակիցները կհասնեն գուցե տասնյակ տարիներ հետո։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակ նախատեսել էներգիայի պահեստավորումը, կայանի կառուցման եւ էներգիայի պահեստավորման փուլերով։ Նման լիցենզիա ունեցող անձին կտրվի լիցենզիայով սահմանված տարածքում էներգիա պահեստավորող կայան կառուցելու, վերակառուցելու, շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու եւ վաճառելու, շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություն մատուցելու իրավունք։